հուզված ենք ամբողջ նվագախմբով եւ ես հատկապես հուզված եմ, որովհետեւ իհարկե ամփոփելով 10 տարին մի քիչ շատ դժվար է ամփոփել 10 տարին դե նվագախմբի, որովհետեւ դեռ չենք ուզում ամփոփենք, բայց այն որ այսօր մենք ունենք այս համերգը եւ տեսնում ենք արտիստներին, մարդկանց, որ փոխում են շատ բան կյանքում, դա մեր համար մեծագույն ձեռքբերում է եւ ամենակարևորն է եւ եթե իհարկե խոսանք նվագախմբի ամենամեծ հաջողությունների մասին, դա այն է, որ այսօր նվագախմբի ամենակարևոր օրը մայիստրո Պենդերեսկին է մեզ հետ, դա երևի ամենամեծագույն պատիվն է, որ մենք կարող ենք ունենալ, որպես երիտասարդ երաժիշտներ եւ իհարկե 10 տարին շատ բան կարող եմ ասել մեր հաղթանակները, մեր ձեռքբերումները Հայաստանում, Հայաստանից դուրս դուք տեսնում եք լավագույն այսօր արտիստներին, որոնք որ աշխարհում ամենամեծ պահանջարկը ունեն, որոնք որ այսօր մեզ հետ ելույթ դեր ունենան, կան նաև մենակատարներ, որը որ հիմա մեզ հետ չեն, բայց դա նույնպես շատ կարևոր է ոգևորիչ է, որովհետև երաժշտի կյանքում երևի ամենակարևորն է, որ ինքը իմանա, որ մի բան կարող է փոխել, եւ մենք շատ բան փոխեցինք մարդկանց ընկալման մեջ իրականությունը, շատ բան փորձենք փոխել եւ երևի դա այն է, որ մենք միշտ երազում ենք եւ պետք է շարունակենք երազել, որ կարող ենք մի բան ստեղծել, որովհետեւ մենք այն Հայաստանի ծնունդն ենք, որ անկախ է եւ հաղթել է, դրա համար նույնպես մեր տեսլականի մեջ ձևավորված էր ամենասկզբից եւ այս 10 տարիների իհարկե որ մենք դարձանք պետական, որ մենք ունենք շատ առավելություններ, մենք ունենք խնդիրներ Հայաստանում, որ փորձում ենք դերուսել, բայց այսօր դուք տեսնում եք երիտասարդ, ոչ միայն երիտասարդ իհարկե, բայց տեսնում եք լավագույն արտիստներին, օրինակ ասեմ Յուգը Ցուբոյի հետ մենք ուղիղ 10 տարի առաջ ելույթ եմ ասել, այս օրը 10 տարի առաջ 2006 թվականին Ալեքսանդր Ռամանովսկին, որ ամենահայտնի մենակատարներից է, այսօր նույնպես մեզ հետ է եւ շատ մեր ամենասիրված տեխնիկներից է, Մարիո Ստեփանոպետրոդարակին, որը շատ լավ է ճանաչում եք, շատ լավ մեր ընկերն է, Նարեկա Հախնազարյան կարելի է չներկայացնել, բոլորս գիտենք եւ դա իհարկե շատ երկար կարելի է խոսել, բայց 10 տարի նոր նվագախումբ, նոր շունչ, նոր գաղափար, նոր էմոցիոնալ դաշտ եւ իհարկե նոր հաղթանակներ. I am happy to be here and congratulate Sergei to make such a wonderful youth orchestra. Եվ կցանկանայի շնորհավորեի Սերգեյին այսպիսի հրաշալի նվագախումբ ստեղծելու համար. I had the orchestra several times already coming to here. Ես ներկայացրել եմ նվագախմբի հետ արդեն մի քանի անգամ. Each time the orchestra is growing and Եվ ամեն անգամ նվագախումբը աճել է. very high level and I'm happy that he make it. Եվ ես ուրախ եմ, որ նա կարողացել է հաջողացնել դա. I'm also very much interested in young musicians. Ես նաև շատ հետաքրքրված եմ երիտասարդ երաժիշտներով. In Poland, I built a center for music. Որտեղ Լեհաստանում ես հիմնադրում եմ կենտրոն երաժշտության համար. With the hall for 700 seats, and we are really doing very much for the young gifted musicians. So մենք շատ ենք անում, շատ բան ենք անում երիտասարդ երաժիշտների համար. So it's very important that this orchestra exists and is developing so well. Շատ կարևոր է, որ այս նվագախումբը գոյություն ունի եւ զարգանում է. And the whole my life was having contact with old orchestras, already established orchestras. Ամբողջ կյանքում ես գործ եմ ունեցել արդեն կայացած նվագախմբերի հետ. But now I think I did what I could in my life, and I would like to, in my future, to do much more on the youth, for the young.
Եվ հիմա ես արդեն գտնում եմ, որ արել եմ ինչ որ կարող էի անել եւ կուզենայի մնացած ժամանակը երիտասարդներին նվիրել ավելի շատ։ You know, I don't think that there is a big difference between the young Armenian and Polish or German or American. Ես չեմ կարծում, որ շատ մեծ տարբերություն կա հայ ամերիկացի What is for me important is still they have enthusiasm. Because the old orchestra not always has enthusiasm, already gone. Ես կարևորում եմ այն, որ երիտասարդ նվագախմբերը դեռ ունեն այդ энտուզիազմը, իսկ հին կայացածները արդեն այդքան։ Maybe being much older, then I have more interest to do something for the young people. Ավելի մեծանալով ես կարիք ունեմ ավելի շատ անելու երիտասարդների համար։